Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք Երևանի քաղաքապետարանի հանրային կարգի պահպանության հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանի հետ։ Պարոն Բաբայան, ինչ աշխատանքներ են այստեղ տարվում։ Այս պահին քանդման աշխատանքներ են իրականացվում Աբովյան փողոցում։ Ունենք Երևանի քաղաքապետի համապատասխան որոշում, տարածքը բացազատում ենք, տակը եթե նկատել եք, տեղ ունենք նաև ստորգետնյա հատվածում ունեցել ենք նաև անվտանգ տարածք, որը որ ժամանակին տնտեսվարողների կողմից զավթվել է որպես ինքնական շինություն, ամբողջությամբ վերակառուցումը քանդվում է եւ շինությունները քանդվում են այս պահին։ Այսինքն ինչ տեսնում եք այս հատվածից միջև դալանի մոտ, բոլորը ինքնական շինություններ են, բոլորը բացազատում ենք։ Նույն սեփականատերն է, երկու անգամ երգում եք ցուցադրում, երկու անգամ սրճարանի։ Այո, նույն սեփական մեկ անձի վարձակալության հիմունքներով է պատկանում, բայց վրայի շինությունը կարգավիճակ չունի, այսինքն շինությունները բոլորը ապօրինի են։ Եվս մեկ անգամ կուզենամ նկատեք, որ սա ապաստարան է եղել, որի վրա կառուցվել է ինքնական շինություն։ Թույլտվություն սեփականության իրավունքը դեռ գործում է։ Սեփականության իրավունք չի եղել, վարձակալությունը այս պահին գործում է, բայց մոտ ապագայում կարծում կխզվի նաև տնտեսվարողի հետ վարձակալության պայմանագիրը։ Այստեղ բարեկարգման ծրագիր ենք նախատեսում, դեռ ընթացիկ փուլում է։ Նախապես զգուշացվել է սեփականատերը։ Այո, նախապես զգուշացվել է, 3 է զգուշացվել։ Բացի դրանից էլ Երևան կետերում կայքում արդեն տեղադրված է, դա համարվում է պատշաճ ծանուցված, բայց անձնակազմի կողմից 3 օրվա երկրորդ կեսին եթե չեմ սխալվում արդեն տեղեկացված են եղել։ Նշեմ նաև որ քանդումը իրականացվում է քաղաքաշինության խորհրդի վերահսկողության վարչության եւ կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ։ Այսքանն է կարծում եմ։ Հիմա փաստորեն մյուս սրճարանից իր գույքը դուրս է հանում։ Այո, մենք այդտեղ որևիցե խնդիր չունենք, մենք զգուշացնելու ենք նպատակը դա է տնտեսվարողներին, որ հնարավորինս իրենց գույքը կարողանան չվնասվի տեղափոխեն այլ սեփականության իրավունքով գտնվող տարածք, բայց ինչպես տեսնում եք, երեք ոչ մի բան չեն արել, այսօր են նախաձեռնում։ Մեր աշխատանքներին դա չի խանգարում, որտեղ ըստ հերթականությամբ մինչև հասնենք տվյալ շինությունը կարծում եմ իրանք արդեն գույքը ամբողջովին տեղափոխած կլինեն։ Մենք ճիշտ հասկացանք, 1 օր առաջ եք զգուշացել։ Այո, նախորդ։ այո, 1 օր առաջ։ Չեմ կարող ասել նախորդ իրանք օրենքի պահանջը ընդհանրապես կարող ենք չզգուշացնել, դա ավելի մարդասիրական մոտեցում է։ Օրենքի պահանջը մենք կարող ենք հենց այսօր տեղադրել կայքում եւ միանգամից ապամոնտաժման աշխատանքները սկսել։ Նախապես չենք ասում, քանի որ տնտեսվարողները դիմում են վարչական դատարան, փորձում ենք ասացումներ բերել, դրանով արդեն խոչընդոտում են մեր աշխատանքներին։ Կամ մաքսիմում անվտանգության բաներից ելնելով զերծ ենք մնում մի քիչ տնտեսվարողներին ավելի շուտ իրազեկելուց։ Իսկ փորձը ինչ է ցույց տալու, այս կանից հետո քանդելուց հետո չեն կարող դիմել դատարան։ Քանդելուց հետո իրանք ազատ են իրանց որոշումների մեջ, կարող են դիմել դատարան, բայց Երևանի քաղաքապետարանը կամ որևիցե գործառույթ չունի ապօրինից տեղ իրականացված, որ այդ մասով մտավախություն չունենք։ Ուղղակի մինչ այդ որ դիմեին դատարանը հնարավորություն ունի կասեցնելու քաղաքապետարանի գործունեությունը քանդման աշխատանքների այդ մասով ես նկատի ունեի, որպեսզի արգելք չհանդիսանա։ Միանշանակ չի որ դա կարա տենց լինի, բայց լինում են դեպքեր, որ դատարանը որոշում է, որ քաղաքապետարանը այս պահին արգելք հանդիսան չեն կարողանում քանդել տեղաշինությունը։ Իսկ փորձը ինչ է ցույց տվել նախորդ դեպքերում հնարավոր եղել են դեպքեր, որ քանդված սեփականատերը, օբյեկտի սեփականատերը հաղթի դատարանում։ Այս պահին կդժվարանամ ասեմ շատ տասնամյակներ եթե հետ չգնանք, բայց վերջին ժամանակներում ոչ չունենք նման նախադեպ, որ մեր քաղաքապետարանի քանդման աշխատանքները դատարանը ապօրինի ճանաչեցնի։ Արդեն կարող եմ ասել 4-5 տարի է, եթե ոչ ավել չունենք նման նախադեպ։